Արագածոտնի մարզային գրադարանի սիրելի հետևորդներ, Աշտարակը և նրա անվանի մարդիկ շարքից այսօր ձեզ կներկայացնենք աշխարհահռչակ կենսաքիմիկոս, տիեզերական կենսաբանության հիմնադիր, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Նորայր Սիսակյանին։ Ապագա գիտնականը ծնվել է 1907 թվականին Աշտարակ գյուղում, հաճախել է տեղի դպրոց և ինչ-որ պահի ուսումն ընդհատվել է։ Արդեն 16-17 տարեկան ուսումնատենչ պատանին կրթության պակասը լրացրել է մասնակցելով Աշտարակում գործող գրագիտության խթանման դասերին։ Հետագայում ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանում, ապա Մոսկվայի Տիմիրյազովի անվան գյուղատնտեսական ակադեմիայում։ Լինելով արդեն հանճարեղ գիտնական, Սիսակյանն իր աշակերտներին ասել է. հետազոտողն իրավունք չունի հանգստանալու և ապրելու նախկինում ձեռք բերված հաջողություններով։ Նա յուրաքանչյուր օր պետք է լրացնի իր գիտելիքները ինչ-որ նոր բանով, սովորելով շրջապատից, գրքերից ու բնությունից։ Նորայր Սիսակյանը մեծ ներդրում ունի տիեզերական թռիչքների ժամանակ տարբեր գիտափորձերի կայացման, կենսաբանական խնդիրների լուծման հարցերում։ Ի պատիվ կենսաքիմիկոսի լուսնի վրա աշխարհագրական մի տեղամաս կրում է Սիսակյանի ծով անվանումը։ Մեծ է նաև մեր անվանի հայրենակցի մասնակցությունը գինեգործության ու կոնյակի արդյունաբերության գիտական մշակման գործում։ Գիտնականը սիրով ժամանակ էր տրամադրում Հայաստանի խաղողի տարբեր սորտերի ուսումնասիրմանը։ Ակադեմիկոսը մեծ էր ոչ միայն որպես գիտնական ու միջազգային մասշտաբի հասարակական գործիչ, այլև որպես անհատականություն։ Հպարտությամբ նշենք, որ մեծահռչակ գիտնականը կանգնած է եղել իր 100-ամյակը բոլորած Արագածոտնի մարզային գրադարանի ակունքներին և հանդիսացել է նրա առաջին խրճիթվարներից մեկը։ Նորայր Սիսակյանը իր մեծ ներդրումն ունի գրադարանի և գրադարանային գործի կազմավորման հարցում։ Նրա և Աշտարակի անվանի մտավորականների անձնական նվիրատվություններով ստեղծվել է գրադարանի նախատիպն ունեցող ընթերցարանի գրքային հավաքածուն։ Ահա այսպիսին էր մեծանուն աշտարակցին, ով դեռ մանուկ հասակում վազվզում էր Աշտարակի ծուռումուռ փողոցներով, իսկ դպրոցից տուն դառնալով աշխատում այգում և դաշտում։ Նա ապրեց ընդամենը 59 տարի, իր կյանքն անմնացորդ նվիրելով գիտությանը, հայրենիքին և մարդկության բարօրությանը։